Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին, Կիևի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորների 90-ի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 25-ի առավոտյան հայտնել է ուկրաինական 79 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ ԱԹՍ-ների ճնշող մեծամասնությունը 70-ը խոցվել է Ղրիմի մերձակայքում, մնացածը Իվանովոյի, Բելգորոդի, Կուրսկի եւ Նիժեգորոդի մարզերում։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության Իվանովոյի մարզում ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Շույա քաղաքում գտնվող թիրախները։ Նիժնի Նիվոգորոդում ժամանակավորապես փակվել է օդանավակայանը, ինչպես նախորդ գիշեր ուկրաինական կողմն էլ հաղորդել է, որ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, քաղաքում հրդեհներ են բռնկվել, վնասվել է մի քանի մասնավոր տուն։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին լավ առաջընթաց են գրանցել, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին Սպիտակ տան առջև լրագրողների հետ զրույցում։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել, բայց ցանկանում է ճշտկրտել այդ համաձայնագրի որոշ մանրամասներ։ Միացյալ Նահանգների նախագահը կարծում է եւ ըստի սիրավացիորեն է կարծում, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Նախագահի հայտարարության մեջ հիշատակվում էր համաձայնության մասին եւ մենք պատրաստ ենք համաձայնության գալ, բայց դեռևս կան որոշակի կետեր։ Այս համաձայնագրի տարրեր, որոնք պետք է ճշտկրտվեն եւ մենք զբաղված ենք այդ գործընթացով, ասել է Լավրովը Face the Nation հաղորդման տված հարցազրույցում։ Լավրովը չի նշել, թե որոնք են այդ տարրերը։ Ռուսաստանի ԱԳ-նախարարը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է երկրի վրա միակ առաջնորդը, որը ինչպես եւ Մոսկվան կարծում է, որ պատերազմի պատճառը Ուկրաինայի մերձեցումն է ՆԱՏՕ-ի հետ։ Հնդկաստանի բանակը հայտնել է, որ Պակիստանը կրակոցներ է արձակել սահմանային հենակետերի ուղղությամբ։ Ըստ աղբյուրների նախորդին երեկոյան Պակիստանը սկսել է կրակել վերահսկողության գծի երկայնքով գտնվող որոշ հատվածներում։ Հնդկաստանի անվտանգության ուժերը արդյունավետ պատասխան են տվել կրակոցներին եւ զոհեր կամ վիրավորներ չեն ունեցել։ Կրակոցները տեղի են ունեցել Ջամու եւ Քաշմիրի Փահլագամ քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից մի քանի օր հետո։ Հիշեցնենք, դրա հետևանքով զոհվել էր 26 մարդ։ Այդ հարձակումը նոր ճգնաժամ է առաջացրել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատրաստ է այցելել Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։ Մինչ այդ Իրանի իշխանությունները վերսկսել են բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, հերթական փուլը նախատեսված է շաբաթ օրը Օմանի մայրաքաղաքում։ Սլովակիայի 6 խոշոր քաղաքներում մի քանի հազար ակտիվիստների մասնակցությամբ հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել։ Բողոքի ցույցերը, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել Բրատիսլավայում, իշխանություններից պահանջել են հրաժարվել հանրապետությունում հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող կանոնները խստացնելու ծրագրերից։ Քննադատություններ են հնչվել Ռուսաստանի Դաշնության հետ կապեր հաստատելու կառավարության քաղաքականության վերաբերյալ, Ուկրաինային աջակցելու կոչեր եւ վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի գլխավորած ներկայիս կաբինետի հրաժարականը։ Բողոքի ակցիաները կազմակերպվել են Հանրապետության ընդդիմադիր լիբերալ կուսակցություններին մոտ կանգնած քաղաքացիական նախաձեռնությունների կողմից։ Սպասվում է, որ ավելի քան 200,000 մարդ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը։ Արարողությունը տեղի կունենա Վատիկանի հսկայական հրապարակում, որը գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի դիմաց։ Պապի հուղարկավորությանը կմասնակցեն աշխարհի տասնյակ առաջնորդներ, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահը, թագավորներ Իսպանիայից, Շվեդիայից եւ Բելգիայից։ Կհերթապահեն շուրջ 2000 տեղացի ոստիկաններ, նրանց կմիանան ազգային անվտանգության ուժերի հազարավոր սպաներ։ Անվտանգության միջոցառումները կներառեն Տիբեր գետի վրա պարեկություն, անօդաչու թռչող սարքեր, թշնամական թռչող օբյեկտները ոչնչացնելու սարքեր, դիպուկահարներ։